Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր նախավերջին հաղորդումն է տարեվերջյան, ամփոփում ենք տարին, հետաքրքիր հաղորդում է լինելու, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, մոտավորապես 3-4 տարին կողքին լինելու համար, 2020 թվականից ես արդեն YouTube-յան հարթակում եմ և իմ հետևորդները, իմ հաճախորդները երբ որ զանգում են, հարցնում են որտեղից են ինձ ճանաչում, ասում են, որ 20 թվականից դեռ պատերազմյան ժամանակահատվածից հետևում ենք ձեզ և ձեր կանխատեսումները 80%-ով կատարվում են։ Այո, սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհակալություն ձեզ դիտումները ապահովելու համար, բոլոր հարթակներից համարյա նույն մարդիկ նույն դրական մեկնաբանություններն են ուղարկում, նաև բացասական մեկնաբանություններ համարյա նույն մարդիկ են գրում։ Գրեք, սիրելիներս, եթե զգում եք, որ ինչ որ տեղ կա, որտեղ թերանում եմ, մեծ հաճույքով ես շտկում եմ այդ թերացումները և նաև շնորհակալություն իմ բոլոր գործընկերներին ռադիո և հեռուստաընկերություններից Այվ FM հայկական ռադիոն Ֆրանսիայում, իդեմս մեր սիրելի Արտակի և Լուսինեի, Բաց TV-ին, Համլետ Ղուշյանի հետ հրաշալի հաղորդումներ են, գիտեմ, որ դիտում եք, Արեգ TV-ին, սիրելի Արեգի հետ, շատ հետաքրքիր համագործակցություն է ստացվում, Life Armenia, Արտակը մեր սիրելի ղեկավարն է այնտեղ, խորհուրդ եմ տալիս բոլոր հաղորդումները դիտեք, նաև Իրավունք TV, մեր Իլոնան, հրաշալի հաղորդավար, հրաշալի մասնագետ, շատ հետաքրքիր համագործակցություն է մեր միջև տեղի ունենում և շատ հարթակներ, Երկիր մեդիա, նաև մոտակա ժամանակներում հետաքրքիր հաղորդում կա, բաց չթողնեք, չեմ ուզում նախօրոք փակագծերը բացել, նաև նոր տարվա օրերին կլինեն այդ հաղորդումների կրկնությունները մեր YouTube-յան ալիքով իմ մասնակցությամբ։ Սիրելի հայրենակիցներ, տարվա առաջին կեսը մինչ հուլիս-օգոստոս ամիսները բարենպաստ դիրքավորումներ կան, գործելու են միլիոնատերերի և միլիարդատերերի դիրքավորումները, ովքեր կփորձեն քննադատել իրենց մեկնաբանությունները հղել այդ առումով, ուրեմն կլասիկ դասական աստղաբանությունից ոչինչ չեն հասկանում։ Այդ դիրքավորումները տեղի են ունենալու, մեկը Յուպիտեր Ուրան, Յուպիտերը հսկա բարեգործը, Ուրանը անսպասելի հաջողությունների մոլորակը, դա մոտավորապես ապրիլի 20-ի մոտակայքում է, արդեն նրանց մերձեցումը, այստեղ եթե դիտարկենք, այո 21-ին, ապրիլի 21-ին նրանք միավորվում են ցուլի կենդանակերպում, բայց միևնույն է մոտ 5 աստիճան մինչ նրանց միավորվելը, մինչ Յուպիտերը միանա Ուրանին և ապա անցնի, դա մոտավորապես մինչև մայիսի սկիզբ, մայիսի կեսերը ակտիվ է և մինչ ապրիլի 21 այս մոտենալու ժամանակահատվածն է և ծնվելու են միլիոնատերեր։ Այն երեխաները, որոնք ունենան այդ դիրքավորումները, նրանք հաջողակ կլինեն կյանքում, հաջողությունները նրանց կժպտա ցուլի կենդանակերպում, ցուլը դա ֆինանսն է, փողն է, ռեսուրսն է, իսկ բոլորն էլ գիտեն և առանձնապես գաղտնիք չկա, որ աշխարհին երկրագնդին ղեկավարում է ֆինանսապես հզոր մարդիկ և այսպիսի մի հետաքրքիր զուգադիպություն, երբ որ մենք հաշվում ենք թվերի հանրագումարը 2024 թվական 2 գումարած 2 գումարած 4, այսինքն տարին 8 թվի թրթիռների ներքո է, իսկ 8 թիվը դա բիզնեսի, ֆինանսի թիվն է։ Պատկերացնում եք ինչպիսի ներդաշնակություն թվերի այդ ոլորտում այդ 8 թիվը ողջ տարին պարուրելու է, մարդկանց մանավանդ այն ակտիվ են լինելու այն անձանց քարտեզներում, որոնք ծնվել են, որոնց հոգու թիվը դա ծննդյան օր, ամիս և տարի և նաև նրանք, ովքեր ծնվել են հենց այդ օրը կամ այդ օրը այդ ամսին, օրինակ օգոստոսի 8, այդպես էլ կարող է լինել, բայց առավելապես մեծ ազդեցություն է լինելու նրանց վրա, ում հոգու թիվը 8 է, այսինքն անձը եթե ծնվել է հունվարի 17-ին 2024 թվական, տարբեր հարթակներում հենց այդ օրինակը բերել եմ, ավելի հեշտ է այն հստակ հաշվարկված է, փաստորեն հունվարի 17, 1 գումարած 1 գումարած 7 և 2 գումարած 2 գումարած 4, հանրագումարը լինելու է 17, այսինքն հոգու թիվը տվյալ անձի, ով ծնվեց 2024 թվական, հոգու թիվը 8 է և մանավանդ Յուպիտեր, Ուրան, այդ երկու մոլորակները գտնվելով այդ կենդանակերպում մեծ հաջողություններ կբերեն այն անձանց,
ովքեր ծնվել են հողի եւ ջրի ազդեցության տակ։ Այդ կենդանակերպերն են այծեղջյուր, ցուլ եւ կույս, ջրի ազդեցության տակ ծնվածներն են ձկներ, խեցգետնին կարիճները, թող ուշադիր լինեն, անսպասելի փոփոխություններ կարող են լինել նրանց կյանքում, այդ փոփոխությունները կարող են լինել ֆինանսական դաշտում եւ անսպասելի վայրեջքներ եւ այսպես թռիչքներ, վայրիվերումներ։ Կարիճների համար անսպասելի իրադարձությունների խնդիրների տարի է, թող մի քիչ ուշադիր լինեն։ Եվ առանձնապես այս դիրքավորումը բարենպաստ է այն անձանց մոտ, ովքեր ծնվել են մոտավորապես ամսի 11-ի մոտակայքում, այսինքն մոտավորապես եթե մենք դիտարկում ենք, տեսեք, Ուրանը 21, Յուպիտերը 21, այստեղ ծրագիրը ցույց է տալիս, իսկ 21 աստիճան ցուլը դա մոտավորապես մայիսի 10-ի մոտակայքում է, մի քանի օր առաջ, մի քանի օր հետ ծնվածները, մայիսի 10, հունվարի 10 եւ նաեւ սեպտեմբերի 10 դա ցուլ, այծեղջյուր եւ կույս։ Ձկները մարտի 10, խեցգետինը հուլիսի 10-ն է այդ ժամանակահատվածում ծնվածների մոտ եւ նրանց մոտ, ովքեր ունեն մոլորակային դիրքավորումներ կամ նրանց անկյունային տները գտնվում են այդ միջագայքում։ Իսկ դրա համար, սիրելի հայրենակիցներ, պետք է ուսումնասիրենք ձեր անձնական քարտեզը, որպեսզի հասկանանք այդ հաջողությունները որտեղ են լինելու։ Իսկ այդ մասին Յուպիտեր եւ Ուրան միացման մասին Յուպիտերի դիրքերը տներում ըստ կենդանակերպի ներկայացրել եմ հետեւյալ հաղորդման մեջ։ Ահա այդ հաղորդումը կրկին կարող եք դիտել, մենք նաև դրա հողումը կտեղադրենք մեկնաբանություններ բաժնում, այդ հաղորդման մեջ հստակ նշում ենք, որ կենդանակերպի համար որտեղ կլինի այդ անսպասելի հաջողությունը, այսպես են ասում բինգո, այո սիրելի հայրենակիցներ, կրկնակի, եռակի հաջողություններ սպասվում են ձեզ։ Դե սիրելիներս, տարին կսկսի իր առաջընթացը Յուպիտերը դեկտեմբերի 31-ից ուղիղ ընթացքով կգնա Մերկուրին հունվարի 2-ից եւ այդ հաջողությունները կսկսեն կամած աշխատել հոգուտ ձեզ։ Ուրեմն պետք է լինեք աչքաբաց, աչքալուրջ հետևեք ձեր հաջողությունների ընթացքին եւ չնստել բազկաթոռին կամ բազմոցին, պարկել բազմոցին եւ ասել, որ աստղաբանները կանխատեսել են այդ հաջողությունները։ Այդ հաջողությունները կարող են անսպասելի գալ, բայց Սատուրնը ձկների կենդանակերպում այն սիրում է բարեգթություն, այն սիրում է աշխատասիրություն, այնինչ կատարեք, սիրով կատարեք եւ կզգաք, որ վերին ուժերի օգնությունը ձեզ սպասեցնել չեն տա։ Հաջորդ կարևոր դիրքավորման մասին ցանկանում եմ խոսել, փաստորեն մինչև մայիսի 25-ը այդ անսպասելի հաջողությունները միլիոնատիրոջ դիրքավորումը հիմնականում այն ուղղված է, դմիտված է հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածներին, բայց մայիսի 26-ից Յուպիտերը մուտք է գործում երկվորյակի կենդանակերպ եւ մինչեւ 25 թվականի հունիս ամիսը այն գտնվելու է երկվորյակի կենդանակերպում։ Երկվորյակը ինֆորմացիոն դաշտն է, տեղեկատվությունն է, այսպես կարճ ճանապարհորդություններն են, շփումներն են եւ իհարկե հենց այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները կունենան մեծ հաջողություններ եւ մենք արդեն գիտենք, որ Պլուտոնը ջրհոսում է լինելու այդ ժամանակահատվածում, այստեղ արդեն հունիսի սկիզբին կսկսի աշխատել միլիարդատերերի դիրքավորումը, այո սիրելի հայրենակիցներ, Յուպիտեր, Պլուտոն մեծ դիրքավորում, այն աշխունը չի կրկնվելու, այդ մեծ հնարավորությունները այս անգամ կտրվեն օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածներին։ Դե օդի տարերքը դա ջրհոս երկվորյակ կշարքի կենդանակերպ, իսկ կրակի տարերքը խոյ, այնտեղ առյուծ եւ աղեղնավորները, այո, հնարավորություն են, որտեղ Պլուտոնը ջրհոսից նրանց կօգնի, բայց ուշադիր եղեք, որպեսզի ձեր ամբիցիաները լինեն չափի մեջ, չնայած Յուպիտեր, Պլուտոն այդ դիրքավորումը, հրաչ դիրքավորում, որը կյանքի որակը
կարող է փոխել, տեղեկատվական տիրույթում մեծ ահռելի փոփոխություններ կարող են լինել, Պլուտոնը դա զանգվածային ահռելի մեծ փոփոխությունների մոլորակն է, մանավանդ ջրհոսներ են գտնում այդ կարևոր բեկումնային այդ ժամանակահատվածում, դա մոտավորապես հունվարի 20-ի մոտից ծնվածներն է, մեծ հսկա փոփոխություններ կարող են լինել, բայց կախված կրկին անհատական քարտեզի առանձնահատկություններից, եթե արևը վնասված չէ այդ կենդանակերպում, բարդ դիրքավորումներ չունի, ապա Պլուտոնը հնարավոր է մեծ հնարավորություններ ընձեռնի, կսպասենք տարին առաջ կգնա, դուք արդեն կարող եք ձեր մեգա ծրագրերը մշակել, Մերկուրին ամսի 2-ից ուղընթաց կլինի եւ դուք կանցնեք, կսկսեք ձեր գործերի մեկնարկը։ Դե Մերկուրին այծեղջյուրի կենդանակերպում է լինելու արդեն հունվարի 14-ից, այն ճիշտ է, նահանջող չի լինելու, հունվարի 2-ից ուղընթաց է գնալու, մի քանի օր, ինչպես գիտեք, ստացիոնար է լինում մոլորակը, ապա թափ է հավաքում եւ առաջ է գնում, բայց 14-ին արդեն կարող է մտնել այծեղջյուրի կենդանակերպ, Յուպիտերը արդեն ցուլում պատկերացնում եք այստեղ, ահա, սպիտակ լուսնի հետ միացած Յուպիտերը մոտավորապես 6 աստիճանի մոտ, այստեղ Մարսը արդեն այծեղջյուրի կենդանակերպում, հետագայում Վեներան էլ անցում է կատարելու այծեղջյուրի կենդանակերպ եւ մարդկանց ողջ գործունեության ոլորտը, միտքը, Վեներան էլ այնինչ կատարեն, սիրով կկատարեն, ուղղված է լինելու դեպի մասնագիտական աճի, կարիերայի աճի այդ դաշտը։ Սիրելի հայրենակիցներ, եւ հենց մոտակա ժամանակահատվածում մենք ահա դիտարկում ենք, դա մոտավորապես գարնան կողմերն են, այդ Սատուրն եւ Յուպիտեր, այդ մոլորակների, երկու սոցիալական մոլորակների սեքստիլ դիրքավորումն են, նաեւ հետագայում դա կարող է լինել, Նեպտունն էլ է նրանց մեջ ներառված, դրական դիրքավորումներ կան սոցիալական ծրագրերի բարելավում, հուսանք, որ մինչ մայիսի կեսերը կրկին վերադարձ կլինի մեր հայրենակիցների, որտեղ հենց գերների վերադարձի մասին խոսել եմ անցած տարի 2023 թվականի մարտի 9-ի հաղորդման շրջանակներում, այնտեղ նշվում էր, որ շատ հավանական է, որ տեղի ունենա գերների վերադարձ եւ համաներում ամնիստիա որոշակի անձանց համար, ովքեր ունեն կարևոր մոլորակային դիրքավորումներ իրենց կյանքում եւ այնտեղ նշվում է, որ ուղղակի գերտերությունների այն մարդկանց, որոնք զբաղեցնում են կարևոր դիրքեր, պետական ադմինիստրատիվ ղեկավարներ, նրանց բարեգթությունը կարող է շարժվել, հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Սիրելի հայրենակիցներ, ապրիլի մոտակայքում, երութի մոտակայքում մենք ունենք Արեգակի խավարում, նմանատիպ խավարում Արեգակի եղել է հոկտեմբերի 14-ին, այստեղ կշեռքում, հաջորդ խավարումը լինելու է Խոյում, բարձրացող հանգույցի մոտակայքում եւ մեկ խավարում էլ ունենք հոկտեմբերի 2-ի մոտակայքում 24 թվական, փաստորեն այդ խավարումները իրենք հատում են այսպես կշեռք եւ Խոյ առանցքը, միջազգային հարաբերությունները բարդ էին հոկտեմբեր, նոյեմբեր ամսին եւ դրանք դեռ բարդանալու միտում ունեն ապրիլ ամսվա մոտակայքում, նրանց մոտ ովքեր գտնեն 18, 19, 37, 38, 56, 57 այդ տարիքային շրջափուլերում եւ նրանք ովքեր ծնվել էին Խեցգետին, այսպես այծեղջյուր, Խոյ եւ կշեռք, մանավանդ Խոյ կշեռք կենդանակերպերում էր բարդ իրավիճակ, որովհետեւ իջնող հանգույցը կշեռքում, նրանք ովքեր կշեռքի ազդեցության տակ են ուղղակի չեն ցանկանում եւ չի ստացվում ներել, այլևս հնարավոր չէ, որովհետեւ միջանձնային խնդիրներ ուղղակի հասել են իրենց գագաթնակետին, Խոյերը ավելի ագրեսիվ կարող են լինել, Խոյերը սիրում են ճնշել, այո, այդ փոխհարաբերություններ շահեկան դիրքերում այս պահին գտնում են Խոյերը եւ հարաբերությունները եթե ներողամտություն չեղավ, ապա հարաբերությունները սկսում են անցնել սահմանային այդ դաշտը եւ կարող է լինել ամստալուծության դեպքեր։ Ուստի սիրելի հայրենակիցներ, նրանք ովքեր ունեն խնդիրներ միջանձնային հարաբերություններում, ապա կարող եք դիմել խորհրդատվության, երկու անձի դեպքում կարող են լինել զեղչեր, ինչու հենց այդ հարցի վերաբերյալ, որովհետև
այսպես թե այնպես դիտարկում ենք այդ անձանց քարտեզները, ուղղակի նաև օգտագործենք մեր աստղաբանության ոլորտում իմ հմտությունները եւ նաև ձեր խնդիրների լուծման տարբերակները առաջադրենք հենց այդ նոր տարվա շեմին, որպեսզի կարողանաք հաղթահարել կամ պետք է ուղղակի իմանաք որտեղ է գտնվում այդ խնդիրը։ Այդպիսի խնդիրները դեռ առկա են, դեռ ունենալու ենք ամբողջ տարին, խավարումները իրենք բերում են այդ ոչ բարենպաստ իրավիճակները հենց այդ կենդանակերպերի համար։ Եվ սիրելի հայրենակիցներ, բարդ դիրքավորումներ էլ կան, այնպես չէ։ Մոտավորապես ապրիլի 12-ի մոտակայքում Մարս Սատուրն երկու բարդ մոլորակներ իրենք երբ որ անբարենպաստ դիրքերում են լինում, ապա ցույց են տալիս ամենածանր, ամենաչար իրենց մղումները։ 12-ի մոտակայքում ունենք բարդ դիրքավորումներ, 5-ը, 12-ը, այնտեղ մոտավորապես 19-ի մոտակայքում Մարս Սատուրնը ձկների կենդանակերպում, 12-ի մոտակայքում երկվորյակ, նաև աղեղնավոր առանցքնել է սկսում աշխատել, այդ միջանցքի հետ կապված խնդիրները կարող են ակտիվանալ, հուսանք, որ մեր թշնամիները ժամանակ չեն ունենալու մտածեն այդ դիրքավորման մասին, որպեսզի միջանցքի հետ կապված իրենց նկրտումները չիրականացնեն, այդպիսի խնդիր կա։ Նմանատիպ բարդ դիրքավորում, սիրելիներս, ես տեսնում եմ մոտավորապես օգոստոսի 14-ի մոտակայքում, երբ Մարսը Յուպիտերի հետ կմիանան այդ արդեն երկվորյակի կենդանակերպում եւ անբարենպաստ դիրքեր Սատուրնի հետ, այդ բարդ դիրքավորումը կարող է ազդել միջազգային խնդիրների, լոգիստիկ այդ ոլորտների վրա, նաև նրանց վրա, ովքեր ծնվել են երկվորյակ, ձկներ, աղեղնավոր եւ գույս կենդանակերպի ազդեցության տակ։ Այդ բարդ դիրքավորումը դեռ միտում ունի աճելու օգոստոսի 21-ին, օգոստոսի 28-ին, 21-ին տեղի կունենա Յուպիտեր Սատուրն ուղիղ քառակուսին, նաև օգոստոսի 7-ից այն կսկսի 7-ը, 14-ը, 21 եւ 28 այդ ժամանակահատվածն է։ Այսպիսով սիրելի հայրենակիցներ, բայց մենք հուլիսի սկիզբել ունենք դրական դիրքավորում, այդ դրական դիրքավորումը կարող է ազդել հողի եւ ջրի ազդեցության տակ վերջին այդ ժամանակահատվածում ծնվածների մոտ, փաստորեն, եթե նրանք ծնվել են, համարը Նեպտունը, պատկերացնում եք Նեպտունը հուլիսի 2-ին այն գտնվելու է մոտավորապես 29 աստիճան ձկների կենդանակերպում, բայց նա չի անցնում, պատկերացնում եք խոյ կենդանակերպ, նորից հետընթաց շարժում եւ դրական փոխհարաբերություններ Ուրանի հետ 25 աստիճան եւ որոշ չափով Պլուտոնի հետ։ Դա փաստորեն նրանք են, ովքեր ծնվել են ջրի եւ հողի ազդեցության ներքո 25-ից 30 աստիճան, այսինքն ձկների վերջին աստիճան, այսինքն խոյի սկիզբ, դա կարող է լինել մարտի 20-ի մոտակայքում, մայիսի 20-ի մոտակայքում, այնտեղ Խեցգետին մոտավորապես հուլիսի 20-23-ի մոտակայքում, կույսերի համար վերջին աստիճանի ծնվածները դրանք սեպտեմբերի 20-ի մոտակայքում, կարիճները նոյեմբերի 20-23 այդ ժամանակահատվածում, այծեղ ջուրները դրանք հունվարի 20-ի մոտակայքում, այո, մի քանի օր առաջ, մի քանի օր հետ ունեն հնարավորություններ, մեծ հնարավորություններ, դրանք կարող է լինել կարիերայի աճ, կարող է լինել անսպասելի ֆինանսական հաջողություններ, դա հուլիսի սկիզբն է, 2-ի մոտակայքում է, մեկ շաբաթ առաջ, մեկ շաբաթ հետո այդ ժամանակահատվածում դուք կզգաք այդ բարենպաստ մոլորակային կոնֆիգուրացիաների ազդեցությունը։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփենք այսօրվա հաղորդումը, դե կարծում եմ, որ հետաքրքիր էր, դիտեք նաև այն հաղորդումները, որոնք նշեցի, թե որտեղ կարող է այդ անսպասելի փոփոխությունը լինել, հաջողությունը գալ դեպի ձեզ 2024 թվականի կանխատեսումներում նշել եմ։ Դե եթե հավանում եք մեր հաղորդումները, կարող եք նախ եւ առաջ բաժանորդագրվել մեր ալիքին, նաև դիտել եւ կիսվել մեր հաղորդումներով, իսկ եթե զանգակի վրա սեղմեք, ապա ձեզ հուշում կարող է գալ, որ յուրաքանչյուր 5 շաբթի 21:00-ի մոտակայքում սկսում է մեր հաղորդումը, մեր եւ ձեր միասին հաղորդակցվելու միջոցով։ Դե ինչ սպասեք այս տարվա վերջին հաղորդմանը, մյուս շաբաթ է դա լինելու, հետաքրքիր կանխատեսումներով եմ հանդես գալու, դե ինչ կդիտեք
եւ կհամոզվեք։ Այսքանը, ցտեսություն։